1893 թվականին Սողոմոն Սողոմոնյանն ավարտում է Գևորգյան ճեմարանում իր ուսումնառությունը։ Հաջորդ տարի 1894 թվականին նա ձեռնադրվում է կուսակրոն քահանա եւ 1895 թվականին Սուրբ Գայանե վանքում ստանում վարդապետական գավազան։ Նա կուսակրոն քահանա դառնալով ստանում է Կոմիտաս անունը եւ հետագայում արդեն հայտնի է դառնում հենց այդ Կոմիտաս վարդապետ անունով։ Այստեղ իհարկե պետք է նշել, որ նա անվանակոչվել է 615-ից 628 թվականներին գահակալած Կոմիտաս Աղցեցի կամ Մամիկոնյան կաթողիկոսի պատվին։ Հիշեցնեմ, որ այս կաթողիկոսն է կառուցել Սուրբ Պրիպսիմեի վանքը 618 թվականին եւ հետաքրքիր է նաեւ թե ով է նրան 1895 թվականին շնորհել վարդապետական գավազանը վարդապետական տվչության ժամանակ։ Խոսքը Մեսրոպ arczepiskopos Սմբատյանցի մասին է։ Նա առավել հայտնի է հատկապես Շամախի թեմի եւ Գեղարքունիքի եկեղեցիների եւ պատմական տեղագրության նվիրված նրա աշխատություններով, բայց նա նաեւ հայտնի էր ոչ միայն իր պատմական եւ բանասիրական ուսումնասիրություններով, այլ նաեւ նրանով, որ հենց նա է ղեկավարել 5-րդ դարի կառույց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնովին վերակառուցումը եւ ժամանակակից այն տեսքը, որ ունի այդ եկեղեցին, հենց նրա հոգացությամբ իրականացված շինարարության արդյունքն է։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։